Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպումներ պետք է ունենա Բրյուսելում, տեղյակ եք ինչ հանդիպումներ լինելու, Արծուղ Ալիևի հետ ինչ-որ նոր հանդիպումներ լինելու են, եւ Զանգեզուրի միջանցքի հետ կապված վերջո հասկացան այդ տերմինը օգտագործի, քանի որ Նիկոլ Փաշինյանը այսինքն կար հաղորդագրություն ըստ որի նախորդ հանդիպումների ժամանակ նաեւ դա է քննարկվել, այդ միջանցք եզրիկ օգտագործել թե չէ։ Վերջը եկան ընդհանրային տարածքում։ Այսօր Բրյուսելում տեղի ունենալու Global Gateway համաշխարհային դարպասներ երկրորդ ֆորումը, որը գիտեք Եվրոպական միության լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է հանդիսանում, որը պետք է կապի Եվրոպական միությունը տարբեր այլ տարածաշրջանների, այդ թվում մեր տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ եւ վարչապետը հրավիրված է ելույթ ունենալ այս ֆորումի բացման արարողության ժամանակ, նաև նախատեսված են հանդիպումներ եվրոպացի այլ գործընկերների հետ եւ այլ երկկողմ հանդիպումներ տեղի կունենան։ Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահը այս միջոցառմանը չի մասնակցում, ինչ վերաբերվում է ձեր կողմից նշված երկրորդ հարցին եւ այդ միջանցքի տերմինի կիրառությանը, կարծում եմ վարչապետի խոսնակը օրեր առաջ 3, եթե չեմ սխալվում, հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ, դրան ավելացնելու բան չունեմ այս բանը։ Պարոն Կոստանյան, ի վերջո ևս ստորագրելու նշած այս քաղաքական պայմանները։ Մենք շարունակում ենք աշխատանքներ այս ուղղությամբ եւ վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել եւ հետագայում նաեւ ռատիֆիկացնել այս փաստաթուղթը։ Հանդիպումից հրամայել Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչ ինչ, Նիկոլ Փաշինյանը ստացավ նկար Թրամփի հետ։ Հիմա մենք Հայաստանի ինչ է ստացել։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն խաղաղ եւ կայուն տարածաշրջան կառուցելու եւ սկսել է այդ գործընթացը եւ մենք նաեւ ստացել ենք հնարավորություն ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Քննարկումներ են ընթանում, երբ որ կլինեն հստակ հանգրվաններ, վստահաբար դրա մասին հանրությունը պատշաճ կարգով կտեղեկանա։ Հաջող է իրենց խոսքերից հետ կանում եւ օրենքի բան պայմանավորվում են, օրինակ դուք երաշտի ստացել եք Ալիևից, որ այս խաղաղության գործընթացը ավարտի կատարվի եւ այլևս որևէ շատեր հեչավորություն արտադրի։ Մենք հույս ունենք եւ վստահություն ունենք, որ գործընթացը կգնա դրական ուղով եւ այն ընդհանուր դինամիկան, որը տեսնում ենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո դրական ենք գնահատում։ Այսինքն իսկ բացի հույս ունենալուց երաշտի կա ինչ-որ ձևով Ալիևը որը բանավոր ասել է, որ ոստանում չեմ խախտել։ Պատասխանից ձեր հարցին։ Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում էին դրա մասին, որ մենք մտնում ենք կայուն եւ խաղաղ ժամանակաշրջան։